Երբ Խորեն Աբրահամյանի անձնական արխիվը բացվեց նրա մահից 3 տարի անց, 1998 թվականին, ընտանիքի անդամները գտան մի փոքրիկ կաշվե տետր, թաքնված հին ճամպրուկի կրկնակի հատակի տակ։ Տետրի առաջին էջին Խորենի ձեռագիրը հստակ գրել էր. «Միայն իմ մահից հետո բացել»։ Ճշմարտությունը, որը ոչ ոք չպետք է իմանար։ Այդ տետրի էջերում նա նկարագրել էր իր 30 տարվա կյանքը 3 մարդկանց հետ, որոնց ժողովուրդը համարում էր անբաժանելի եղբայրներ, Սուրբ Երրորդություն։ Բայց Խորենի խոսքերը պատմում էին այլ պատմություն, իշխանության, նախանձի, դավադրության վախի պատմություն։ Նա գրել էր. «Մենք երբեք չէինք եղբայրներ։ Մենք էինք 3 գերեզմանափորներ, որոնք փորում էին միմյանց գերեզմանները, ժպտալով հանրության առջ»։ Վերջին էջերում մի անուն էր կրկնվում անընդհատ՝ Վահագն Գրիգորյան, այն մարդը, ով ըստ Խորենի ոչնչացրեց մեր երազանքը, վերածեց մեզ իր մարիոնետների։ Բայց ինչու՞։ Էր Խորենը, լորդը, ով միշտ վերահսկում էր ամեն ինչ, թույլ տվել մի անծանոթ մարդու ոչնչացնել այն, ինչ նա կառուցել էր տասնամյակներ շարունակ։ Ո՞վ էր իրականում Վահագն Գրիգորյանը, փրկիչ, թե դահիճ։ Եվ ամենակարևորը, արդյոք Խորենը ինքը հրավիրեց այս մարդուն իր կյանք, թե դա էր անխուսափելի վախճանը այն ճանապարհի, որը նա ընտրեց 30 տարի առաջ, երբ առաջին անգամ ասաց Մհերին Սոսին. «Ես եմ ղեկավարը, դուք իմ թերը»։ 1970 թվականների սկզբին Երանը շնչում էր նոր օդով։ Սովետական համակարգի երկաթե բռունցքը դեռ ամուր էր, բայց երիտասարդ սերունդը փնտրում էր ճեղքեր, որտեղ կարող էր շնչել ազատ։ Երաժշտությունը դարձել էր այդ ազատության լեզուն։ Երանի կոնսերվատորիայի միջանցքներում 3 երիտասարդ տղամարդիկ հանդիպեցին, յուրաքանչյուրը իր երազանքով դառնալ աստղ։ Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը ծանոթացան 1972 թվականի աշնանը, երբ բոլորն էլ փորձում էին մտնել նույն վոկալ անսամբլը։ Խորենը անմիջապես տարբերվում էր մյուսներից, ոչ միայն իր հզոր բարիտոն ձայնով, այլ իր ներկայությամբ։ Նա մտնում էր սենյակ, մարդիկ անգամ դառնում էին նրան։ Նրա աչքերում էր մի վստահություն, որը սահմանակից էր ամբարտավանության, նրա ժպիտը խոստանում էր աշխարհ, եթե դու նրա կողքին լինեիր, կամ դժոխք, եթե դու նրա ճանապարհին կանգնեիր։ Մհերը Սոսը տեսան Խորենի տաղանդը, նրա հետ միասին տեսան իրենց սեփական ապագան։ Նրանք երեքով ստեղծեցին անսամբլ, որը սկզբում կոչվում էր պարզապես Երրորդություն, բայց շուտով ժողովուրդը սկսեց կոչել Սուրբ Երրորդություն, այնքան սուրբ ամբասիր թվում էր նրանց եղբայրությունը բեմում։ Բայց արդեն առաջին փորձերից Խորենը սկսեց դրսևորել իր իսկական բնավորությունը։ Երբ նրանք պետք է որոշեին, թե ով կլինի խմբի ղեկավարը, Խորենը չսպասեց քվեարկության։ Նա պարզապես հայտարարեց. «Ես կլինեմ առաջնորդը։ Ես ունեմ կապեր, ես գիտեմ, թե ինչպես խոսել պաշտոնյաների հետ, ես կբերեմ մեզ համերգներ»։ Մհերը, ով ավելի քիչ վստահ էր իր կազմակերպչական կարողություններում, համաձայնվեց։ Սոսը, ով միշտ էլ ավելի շատ հետաքրքրված էր երաժշտությամբ, քան քաղաքականությամբ, նույնպես ընդունեց։ Եվ այդպես Խորենը դարձավ լորդը անվանումը, որը նա ինքը տվեց իրեն գաղտնի զրույցներում մտերիմների հետ։ Նա սիրում էր այդ անվանումը, քանի որ այն արտացոլում էր նրա տեսակետը իր դերի մասին, նա էր ֆեոդալ տերը, իսկ Մհերը Սոսը նրա վասալները։ 1973 թվականին նրանք ստացան իրենց առաջին մեծ համերգը Երանի Սպենդիարյանի անվան օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Դա էր նրանց մեծ հնարավորությունը, Խորենը որոշեց օգտագործել այն, ամրապնդելու իր դիրքը որպես անվիճելի առաջնորդ։ Երբ պաստառները տպագրվեցին, Մհերը Սոսը տեսան, որ Խորենի անունը գրված էր ամենամեծ տառերով, կենտրոնում, իսկ նրանց անունները փոքր տառերով, ներքում։ Մհերը բողոքեց. «Մենք պայմանավորվել էինք, որ կլինենք հավասար»։ Խորենը նայեց նրան սառը հայացքով, ասաց. «Մենք հավասար ենք տաղանդով, բայց ոչ պատասխանատվությամբ։ Ես եմ, ով բանակցեց այս համերգի համար։ Ես եմ, ով ռիսկի դրեց իմ անունը։ Եթե դու ուզում ես քո անունը լինի ավելի մեծ, գնա բանակցիր քո սեփական համերգը»։ Սոսը փորձեց հաշտեցնել նրանց. «Եկեք չվիճենք։ Կարևորը համերգն է, ոչ թե պաստառը»։ Բայց Մհերը արդեն տեսել էր ճշմարտությունը, Խորենը երբեք չէր պատրաստվում կիսել իշխանությունը։ Նա ուզում էր թագավորություն, ոչ թե հանրապետություն։ Համերգը տեղի ունեցավ 1973 թվականի մայիսի 15-ին, դա էր տրիումֆ։ 2500 մարդ լցրին դահլիճը, երբ Խորենը, Մհերը Սոսը բարձրացան բեմ, ամբողջ դահլիճը ոտքի ելավ։
Նրանք երգեցին հայկական ավանդական երգեր, նոր մշակմամբ, յուրաքանչյուր երգ ընդունվեց ոգորությամբ։ Բայց բեմի հետում, գրիմասրահում, տեղի էր ունենում այլ դրամա։ Խորենը պահանջել էր, որ նա միշտ երգի առաջին սոլոն յուրաքանչյուր երգում, երբ Մհերը հարցրեց՝ ինչու՞։ Միշտ դու, Խորենը պատասխանեց, քանի որ ես եմ ավելի լավը։ Այդ խոսքերը խորը վիրավորեցին Մհերին, ով գիտեր, որ նրա ձայնը նույնքան հզոր էր, եթե ոչ ավելի։ Բայց նա լռեց, քանի որ չուզեց փչացնել համերգը։ Սոսը տեսավ Մհերի աչքերում ցավը, բայց նա նույնպես լռեց, քանի որ Սոսը միշտ էլ ընտրել էր խուսափել կոնֆլիկտներից։ Եվ այդպես սկսվեց մի օրինաչափություն, որը կտեր տասնամյակներ, Խորենը կհարձակվեր, Մհերը կճնշեր իր զայրույթը, իսկ Սոսը կփորձեր պահպանել խաղաղությունը, մինչ այն օրը, երբ ամեն ինչ կպայթեր։ Համերգից հետո նրանք դարձան Երանի աստղերը։ Յուրաքանչյուր նոր համերգ էր ավելի մեծ, քան նախորդը, շուտով նրանք սկսեցին ստանալ հրավերներ ողջ Հայաստանից, Գյումրիից, Վանաձորից, Կապանից։ Խորենը վերահսկում էր ամեն մանրուք, որ համերգներին կմասնակցեն, ինչքան կվճարեն, ինչպես կբաժանեն գումարը։ Եվ հենց այստեղ սկսվեցին իսկական խնդիրները։ Խորենը որոշեց, որ քանի որ նա է ղեկավարը բանակցողը, նա պետք է ստանա ավելի մեծ մաս եկամուտներից։ Նա հայտարարեց. «Ես կստանամ 40%, դուք՝ երեսական յուրաքանչյուրդ»։ Մհերը անմիջապես բողոքեց. «Դա անարդար է։ Մենք երեքս էլ երգում ենք նույն ժամանակը, մենք երեքս էլ աշխատում ենք նույնքան»։ Խորենը պատասխանեց. «Բայց ես եմ, ով բերում է համերգները։ Առանց ինձ դուք կլինեիք դեռ կոնսերվատորիայի միջանցքներում»։ Սոսը կրկին փորձեց միջամտել. «Եկեք գտնենք կոմպրոմիս։ Թող լինի 35% Խորենին, 32% կես մեզ»։ Բայց Խորենը մերժեց. «Ոչ։ Կամ ընդունեք իմ պայմանները, կամ գնացեք գտեք այլ ղեկավար»։ Մհերը Սոսը նայեցին միմյանց, այդ պահին նրանք երկուսն էլ հասկացան, նրանք գերի էին։ Նրանք չէին կարող հեռանալ, քանի որ Սուրբ Երրորդությունը արդեն դարձել էր բրենդ, առանց այդ բրենդի նրանք ոչինչ չէին։ Եվ այդպես նրանք ընդունեցին Խորենի պայմանները, բայց այդ օրից սկսած նրանց սրտերում սկսեց աճել մի թույն, որը երբեք չէր մարի։ 1976 թվականին Սուրբ Երրորդությունը արդեն հայտնի էր ամբողջ Անդրկովկասում։ Նրանք համերգներ էին տալիս Թբիլիսիում, Բաքվում, նույնիսկ Մոսկվայում։ Բայց որքան ավելի մեծ էր դառնում նրանց հռչակը, այնքան ավելի ուժեղ էր դառնում Խորենի վերահսկողությունը։ Նա սկսեց որոշել նույնիսկ այն, թե ինչ պետք է հագնեն բեմում, ինչ պետք է ասեն հարցազրույցներում, նույնիսկ ում հետ պետք է ընկերանան։ Երբ Մհերը սկսեց հարաբերություններ մի երիտասարդ դերասանուհու հետ, Խորենը կանչեց նրան ասաց. «Դու պետք է ավարտես այդ հարաբերությունները։ Այդ աղջիկը վատ համբավ ունի, դա կվնասի մեր իմիջին»։ Մհերը չհավատաց իր ականջներին. «Դու ինչ իրավունք ունես ասել ինձ, թե ում հետ պետք է լինեմ»։ Խորենը նայեց նրան ասաց. «Ես ունեմ այն իրավունքը, որ եթե դու փչացնես մեր իմիջը, ես կհեռացնեմ քեզ խմբից»։ Մհերը զգաց, թե ինչպես արյունը եռում է իր երակներում, բայց նա գիտեր, որ Խորենը կարող էր իրականացնել իր սպառնալիքը։ Խորենն ուներ կապեր պաշտոնյաների հետ, նա էր, ով ստորագրում էր պայմանագրերը, նա էր, ով վերահսկում էր ֆինանսները։ Եթե Մհերը հեռանար, նա կկորցներ ամեն ինչ։ Եվ այդպես Մհերը ավարտեց իր հարաբերությունները այդ աղջկա հետ, բայց այդ օրից սկսած նա սկսեց ատել Խորենին, խորը, լուռ ատելությամբ, որը ավելի վտանգավոր է, քան ցանկացած բաց թշնամություն։ Սոսը տեսնում էր այս ամենը, զգում էր անզորություն։ Նա սիրում էր երկու ընկերներին, բայց նա չէր կարող հաշտեցնել նրանց, քանի որ խնդիրը չէր սովորական վեճ։ Դա էր իշխանության պայքար, այդ պայքարում չկար կոմպրոմիս։ Սոսը սկսեց ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել միայնակ, փախչելով խմբի ներսում տիրող լարվածությունից։ Նա սկսեց խմել, սկզբում միայն մի բաժակ օղի համերգներից հետո երկու բաժակ նախքան բեմ բարձրանալը, հետո ամբողջ շիշը գրիմասրահում։ Խորենը նկատեց Սոսի խնդիրը, բայց նա չարեց ոչինչ օգնելու համար։ Ավելին, նա սկսեց օգտագործել Սոսի թուլությունը իր օգտին։ Երբ Սոսը չափից ավելի հարբած էր երգելու համար, Խորենը ասում էր կազմակերպիչներին. «Սոսը հիվանդ է, ես կերգեմ նրա մասը»։ Եվ այդպես Խորենը աստիճանաբար կլանեց նա Սոսի տարածքը բեմում, դառնալով ավելի ու ավելի դոմինանտ, մինչ այն կետը, երբ Սուրբ Երրորդությունը դարձավ փաստորեն Խորենը նրա երկու ուղեկիցները։ Մհերը տեսավ այս խաղը, փորձեց օգնել Սոսին, բայց Սոսը արդեն չափազանց խորն էր իր սեփական դժոխքում։ Նա ասաց Մհերին. «Թող ինձ միայնակ։ Ես գիտեմ, թե ինչ եմ անում»։ Բայց նա չգիտեր։
Նա էր կորչում, ոչ ոք չէր փրկում նրան։ 1982 թվականին տեղի ունեցավ իրադարձություն, որը փոխեց ամեն ինչ։ Խորենի կյանքում հայտնվեց մի մարդ, ով խոստացավ բացել նրանց համար դռները դեպի ամբողջ Սովետական Միություն։ Նրա անունը Վահագն Գրիգորյան էր, նա ներկայացավ որպես պրոդյուսեր Մոսկվայի կապերով։ Վահագնը էր 45 տարեկան, բարձրահասակ, լայն ուսերով, միշտ հագնում էր թանկ կոստյումներ, ծխում թուրքական սիգարետներ։ Նա խոսում էր վստահությամբ, խոստանում էր ոսկե լեռներ, համերգներ Մոսկվայի Կրեմլյան պալատում, հեռուստատեսային հաղորդումներ, ձայնագրություններ մեծ ստուդիաներում։ Խորենը տեսավ Վահագնին որպես իր մեծ հնարավորություն, վերջապես դառնալ ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ ՍՀՄ-ի աստղ։ Նա հանդիպեց Վահագնի հետ մի փոքր սրճարանում Երանի կենտրոնում, Վահագնը ներկայացրեց իր պլանը. «Ես կվերցնեմ ձեզ, կդարձնեմ ամենահայտնի խումբը Սովետական Միությունում։ Բայց դրա համար ինձ պետք է լիակատար վերահսկողություն ձեր կարիերայի վրա։ Ես կորոշեմ, թե որտեղ կերքեք, ինչ կերքեք, ինչքան կվճարեք»։ Խորենը, ով միշտ այդքան զգույշ էր իր իշխանության հարցում, հանկարծ համաձայնվեց։ Նա ստորագրեց պայմանագիր Վահագնի հետ, առանց խորհրդակցելու Մհերի Սոսի հետ։ Երբ նրանք իմացան, արդեն ուշ էր։ Մհերը կարդաց պայմանագիրը, չհավատաց իր աչքերին։ Պայմանագիրը տալիս էր Վահագնին 60% բոլոր եկամուտներից, իսկ մնացած 40%-ը պետք է բաժանվեր երեքի մեջ։ Ավելին, պայմանագիրը տալիս էր Վահագնին իրավունք որոշելու, թե ով կերքի, ով չի երգի, նույնիսկ ով կմնա խմբում, ով կհեռացվի։ Մհերը գտավ Խորենին, ասաց. «Դու մեզ վաճառեցիր։ Դու հանձնեցիր մեր ապագան մի անծանոթ մարդու ձեռքը»։ Խորենը պատասխանեց. «Ես մեզ փրկեցի։ Վահագնը կբացի մեզ համար դռներ, որոնք մենք երբեք չէինք կարող բացել միայնակ»։ Մհերը հարցրեց. «Իսկ ինչ գնով։ Մենք դառնում ենք նրա ստրուկները»։ Խորենը նայեց նրան, ասաց. «Ավելի լավ է լինել հարուստ ստրուկ, քան աղքատ ազատ մարդ»։ Այդ խոսքերը եղան վերջին շուշը, որը կոտրեց Մհերի համբերությունը։ Նա ասաց Խորենին. «Դու չես լորդը։ Դու ես դավաճան, ով վաճառեց իր եղբայրներին մի կտոր հացի համար»։ Խորենը ժպտաց սառը ժպիտով, ասաց. «Եթե դու ուզում ես հեռանալ, դուռը բաց է։ Բայց հիշիր, առանց ինձ դու ոչինչ ես»։ Մհերը դուրս եկավ այդ սենյակից, դողալով զայրույթից, բայց նա չհեռացավ խմբից, քանի որ նա գիտեր, որ Խորենը ճիշտ էր ասում, առանց Սուրբ Երրորդության նա ոչինչ էր։ Եվ այդպես նա մնաց, բայց այդ օրից սկսած նա սկսեց պլանավորել իր վրեժը։ Վահագնի հայտնվելուց հետո ամեն ինչ փոխվեց։ Նա իսկապես բերեց համերգներ Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում։ Սուրբ Երրորդությունը դարձավ ամենահայտնի հայկական խումբը Սովետական Միությունում։ Բայց գինը էր բարձր։ Վահագնը վարվում էր ինչպես բռնապետ, նա պահանջում էր, որ նրանք երգեն նույնիսկ երբ հիվանդ էին, նա սպառնում էր նրանց, եթե նրանք չհնազանդվեին, նա վերցնում էր գումարները, տալիս նրանց միայն փոքր մաս։ Խորենը տեսնում էր այս ամենը, բայց նա լռում էր, քանի որ նա վախենում էր Վահագնից։ Բայց ինչի՞ց էր վախենում Խորենը, լորդը, ով երբեք չէր վախեցել ոչ ոքից։ Պատասխանը թաքնված էր այն գաղտնիքում, որը Վահագնը պահում էր Խորենի վրա, գաղտնիք, որը կարող էր ոչնչացնել Խորենի կարիերան, նրա ընտանիքը, նրա ամբողջ կյանքը։ Եվ այդ գաղտնիքը կապված էր մի փոքր բնակարանի հետ Կիյան փողոցում, որտեղ Խորենը գնում էր գիշերները, միայնակ, երբ ոչ ոք չէր տեսնում նրան։ Ո՞վ էր ապրում այդ բնակարանում։ Ինչ էր անում այնտեղ Խորենը։ Եվ ինչպես իմացավ Վահագնը, այդ գաղտնիքը օգտագործեց այն, վերածելու Խորենին իր մարիոնետին։ Կիյան փողոցի 36-րդ տան երկրորդ հարկում, որտեղ միշտ վարագույրները փակ էին, նույնիսկ ցերեկվա ժամերին, ապրում էր մի կին, անունով Արմինե Հովհաննիսյան, 35 տարեկան, որին Երանի ոչ մի մարդ չէր ճանաչի փողոցում, բայց ում անունը գրված էր Խորենի անձնական տետրի ամենագաղտնի էջերում. «Իմ իսկական կինը, իմ իսկական կյանքը, իմ իսկական սերը»։ Արմինեն չէր Խորենի պաշտոնական կինը, այդ կարգավիճակը պատկանում էր Լուսինե Աբրահամյանին, ում հետ Խորենը ամուսնացել էր 1974 թվականին, ծնողների ճնշման տակ, ում հետ նա ուներ 2 երեխա, որոնց նա տեսնում էր միայն լուսանկարներում։ Բայց Արմինեն էր այն կինը, ում համար Խորենի սիրտը բաբախում էր, ում համար նա պատրաստ էր զոհել ամեն ինչ, բայց ում գոյությունը նա պետք է թաքցներ ամբողջ աշխարհից, քանի որ Սովետական Միությունում, հատկապես հայկական ավանդական հասարակությունում, երկրորդ ընտանիքը չէր պարզապես սկանդալ, դա էր կարիերայի վերջը, հանրային մահը։
Վահագն Գրիգորյանը բացահայտեց այս գաղտնիքը 1982 թվականի ամռանը, երբ նա վարձեց մասնավոր հետաքննիչ հետելու խորենին, քանի որ Վահագնը միշտ հավատում էր, որ իշխանությունը գալիս է ոչ թե ուժից, այլ տեղեկատվությունից։ Երբ հետաքննիչը բերեց նրան լուսանկարները, խորենը մտնում է այդ բնակարան, խորենը համբուրում է Արմինեին, խորենը խաղում է փոքրիկ աղջկա հետ, ում գոյությունը ոչ ոք չգիտեր, Վահագնը ժպտաց այն ժպիտով, որը ժպտում են որսորդները, երբ տեսնում են, որ որոգայթը աշխատել է։ Նա կանչեց խորենին իր գրասենյակ, փոքրիկ սենյակ Աբովյան փողոցում, որտեղ պատերին կախված էին լուսանկարներ հայտնի մարդկանց հետ, դրեց այդ լուսանկարները սեղանին, առանց ասելու ոչ մի բառ։ Խորենը նայեց լուսանկարներին, զգաց, թե ինչպես արյունը հեռանում է նրա դեմքից, թե ինչպես սիրտը կանգ է առնում նրա կրծքում, թե ինչպես ամբողջ աշխարհը փլուզվում է նրա շուրջը։ Վահագնը թողեց խորենին նայել լուսանկարներին, երկար, անվերջ րոպեներ, վայելելով նրա տառապանքը, հետո ասաց. «Գեղեցիկ ընտանիք։ Գեղեցիկ աղջիկ։ Ինչքան տարեկան է նա։ 4, 5։ Պատկերացրու, թե ինչ կլինի, երբ քո պաշտոնական կինը, քո երեխաները, քո երկրպագուները իմանան այս մասին։ Պատկերացրու, թե ինչպես կփլուզվի քո կյանքը, մի օրում, մի ժամում, մի վայրկյանում»։ Խորենը փորձեց խոսել, բայց նրա ձայնը չէր ելնում, նրա կոկորդը սեղմված էր, նրա լեզուն չոր էր։ Վահագնը շարունակեց. «Բայց ես բարի մարդ եմ, Խորեն։ Ես չեմ ուզում ոչնչացնել քեզ։ Ես ուզում եմ օգնել քեզ։ Ես կպահեմ այս գաղտնիքը, ես կպաշտպանեմ քեզ, բայց դրա համար դու պետք է լինես ինձ նվիրված, լիովին, անվերապահորեն, անվերջ»։ Խորենը հասկացավ, որ նա ընկել է որոգայթի մեջ, որից ելք չկար, որ նա այլևս չէր լորդը, այլ դարձել էր ստրուկ, ավելի անզոր, քան մհերը կամ սոսը երբեք եղել էին։ Նա ստորագրեց այն օրը ոչ թե պայմանագիր, այլ իր հոգու վաճառքի ակտ, այդ օրվանից սկսած նա դարձավ Վահագնի գործիք, մարիոնետ, որը ապրում էր այնպես, ինչպես Տերը պահանջում էր։ Բայց ամենավատը չէր այն, որ Խորենը կորցրեց իր ազատությունը։ Ամենավատը այն էր, որ նա պետք է շարունակեր խաղալ լորդի դերը մհերի սոսի առջ, պետք է շարունակեր ձացնել, որ նա է վերահսկում իրավիճակը, մինչդեռ իրականում նա ինքը էր վերահսկվում, ամեն քայլ, ամեն խոսք, ամեն շնչառություն։ 1983 թվականին Սուրբ Երրորդությունը հասավ իր գագաթնակետին։ Նրանք ձայնագրեցին ալբոմ, որը վաճառվեց 500,000 օրինակով, անհավատալի թիվ Սովետական Միության համար։ Նրանք տվեցին համերգ Մոսկվայի Կրեմլյան պալատում 3500 մարդու առջ, որոնց թվում էին պաշտոնյաներ, դիվանագետներ, արտիստներ։ Նրանք հայտնվեցին հեռուստատեսային հաղորդումներում, թերթերում, ամսագրերում։ Նրանք էին Սովետական Միության ամենահայտնի հայկական խումբը, ժողովուրդը սիրում էր նրանց, ոչ միայն նրանց երաժշտության համար, այլ այն պատճառով, որ նրանք ներկայացնում էին ինչ-որ բան սուրբ, եղբայրությունը, հավատարմությունը, սերը։ Բայց բեմի հետում, հեռու լույսերից, ծափահարություններից, տեղի էր ունենում ինչ-որ բան մութ վտանգավոր։ Վահագնը սկսեց պահանջել ավելի ու ավելի շատ համերգներ, ավելի շատ գումար, ավելի շատ վերահսկողություն։ Նա սկսեց վարվել ոչ թե որպես պրոդյուսեր, այլ որպես տիրակալ, ով տիրապետում է իր ստրուկներին։ Երբ սոսը մի օր չկարողացավ երգել, շատ հարբած լինելու պատճառով, Վահագնը ծեծեց նրան գրիմասրահում, բռունցքներով, ոտքերով, մինչ սոսը ընկավ հատակին, աղաչեց ներողություն։ Մհերը լսեց սոսի աղաղակները, վազեց օգնության, բայց Խորենը կանգնեցրեց նրան. «Մի միջամտիր։ Սա Վահագնի սոսի գործն է»։ Մհերը նայեց Խորենին անհավատալի հայացքով. «Ինչպես կարող ես թույլ տալ սա։ Նա մեր եղբայրն է»։ Խորենը պատասխանեց. «Նա մեր գործընկերն է։ Եվ եթե նա չի կարող կատարել իր պարտականությունները, նա պետք է պատժվի»։ Այդ խոսքերը եղան վերջին կաթիլը մհերի համար։ Նա հասկացավ, որ Խորենը այլևս չէր այն մարդը, ում հետ նա սկսել էր այս ճանապարհը 10 տարի առաջ։ Նա դարձել էր ինչ-որ այլ բան, ինչ-որ մեկը, ով կորցրել էր իր հոգին, իր մարդկայնությունը, իր ամեն ինչը։ Մհերը սկսեց գաղտնի հանդիպումներ ունենալ սոսի հետ, առանց Խորենի, փորձելով պլանավորել նրանց փախուստը։ Նրանք հանդիպում էին փոքր սրճարաններում, քաղաքի ծայրամասերում, որտեղ ոչ ոք չէր ճանաչում նրանց, խոսում էին շշուկով, վախենալով, որ Վահագնի լրտեսները կարող են լսել նրանց։ Սոսը ասաց մհերին. «Մենք պետք է հեռանանք։ Մենք պետք է ստեղծենք մեր սեփական խումբը, առանց Խորենի, առանց Վահագնի»։ Մհերը համաձայնվեց, բայց նա գիտեր, որ դա չէր լինելու հեշտ։ Վահագնը ուներ պայմանագրեր, որոնք կապում էին նրանց 5 տարի ավելի, եթե նրանք կոտրեին այդ պայմանագրերը, Վահագնը կարող էր դատի տալ նրանց, կարող էր ոչնչացնել նրանց կարիերան, կարող էր նույնիսկ ավելի վատ բաներ անել։
Բայց մհերը Սոսը որոշեցին ռիսկի դիմել, քանի որ նրանք հասկացան, որ եթե նրանք մնան, նրանք կկորչեն ոչ թե մի օրում, այլ աստիճանաբար օր-օրի, մինչ նրանցից ոչինչ չմնա, բացի դատարկ թաղանթներից, որոնք երգում են այլ մարդու երգերը։ 1984 թվականի ձմռանը մհերը Սոսը գնացին Վահագնի մոտ։ Հայտարարեցին, որ նրանք ուզում են լքել խումբը։ Վահագնը լսեց նրանց լուր, ծխելով իր թուրքական սիգարետը, հետո ժպտաց ասաց. «Լավ, դուք կարող եք գնալ։ Բայց նախ դուք պետք է վճարեք ինձ 100,000 ռուբլի, պայմանագրի խախտման համար»։ 100,000 ռուբլին էր աստղագիտական գումար, հավասար 10 տարվա աշխատավարձի միջին սովետական քաղաքացու համար։ Մհերը Սոսը չունեին այդ գումարը, Վահագնը գիտեր դա։ Մհերը փորձեց բանակցել, մենք չունենք այդ գումարը։ Մենք կարող ենք վճարել աստիճանաբար, ժամանակի ընթացքում։ Վահագնը ցնցեց գլուխը, ոչ։ Կամ դուք վճարում եք հիմա, կամ դուք մնում եք աշխատում ինձ համար, մինչ պայմանագիրը լրանա։ Սոսը զգաց հուսահատություն, բայց դա 5 տարի է։ Մենք չենք կարող դիմանալ 5 տարի ավելի։ Վահագնը ժպտաց սառը ժպիտով, ապա գուցե դուք պետք է մտածեիք այդ մասին նախքան ստորագրելը պայմանագիրը։ Մհերը զգաց զայրույթ, որը բորբոքվում էր նրա ներսում, դու մեզ շանտաժում ես։ Դու մեզ պահում ես որպես գերիներ։ Վահագնը պատասխանեց, ես ձեզ պահում եմ որպես պրոֆեսիոնալներ, ովքեր պետք է հարգեն իրենց պարտավորությունները։ Եվ այդպես մհերը Սոսը մնացին, բայց այդ օրից սկսած նրանք սկսեցին պլանավորել ինչ-որ այլ բան, ոչ թե փախուստ, այլ վրեժ։ Նրանք որոշեցին, որ եթե նրանք չեն կարող փախչել, ապա նրանք կոչնչացնեն այն համակարգը, որը պահում էր նրանց գերի։ Եվ այդ համակարգի կենտրոնում կանգնած էին երկու մարդիկ, Վահագնը Խորենը։ Բայց ինչպես կարող էին երկու անզոր մարդիկ ոչնչացնել երկու հզոր մարդկանց։ Պատասխանը եկավ անսպասելի աղբյուրից, մի կնոջից, ում անունը Լուսինե Աբրահամյան էր, Խորենի պաշտոնական կինը, ով տարիներ շարունակ լռել էր իր ամուսնու դավաճանության մասին, բայց ով հիմա պատրաստ էր խոսել։ Լուսինեն կապ հաստատեց մհերի հետ 1984 թվականի գարնանը, միջոցով մի ընդհանուր ընկերուհու, ով գիտեր երկուսի մասին էլ։ Նրանք հանդիպեցին մի փոքր պարկում, Հրազդանի ափին, Լուսինեն պատմեց մհերին ամեն ինչ Արմինեի մասին, գաղտնի բնակարանի մասին, փոքրիկ աղջկա մասին, ում գոյությունը Խորենը թաքցրել էր ամբողջ աշխարհից։ Նա պատմեց, թե ինչպես Վահագնը բացահայտեց այս գաղտնիքը, օգտագործեց այն, վերածելու Խորենին իր ստրուկին։ Մհերը լսեց այս ամենը, զգաց խառնուրդ զգացմունքների, ցավ, զայրույթ, բայց նա ինչ-որ բան, որը նման էր գթության։ Նա հասկացավ, որ Խորենը չէր պարզապես բռնակալ, ով ուզում էր վերահսկել ամեն ինչ։ Նա էր զոհ մարդ, ով ընկել էր իր սեփական թուլությունների որոգայթի մեջ, հիմա չէր կարող ազատվել։ Բայց այդ գթությունը չփոխեց մհերի որոշումը։ Նա ասաց Լուսինեին, ես կօգտագործեմ այս տեղեկատվությունը։ Ես կազատեմ մեզ բոլորիս, ինձ, Սոսին, նույնիսկ Խորենին, թե նա չի արժանի։ Լուսինեն նայեց նրան, ասաց, ես չեմ անում սա վրեժի համար։ Ես անում եմ սա, որպեսզի իմ երեխաները չմեծանան ստախոսության մեջ։ Ես ուզում եմ, որ նրանք իմանան ճշմարտությունը, թե այդ ճշմարտությունը ցավոտ է։ Մհերը վերցրեց այդ տեղեկատվությունը, գնաց Վահագնի մոտ։ Նա ասաց նրան, ես գիտեմ քո գաղտնիքը։ Ես գիտեմ, թե ինչպես ես շանտաժում Խորենին։ Եվ եթե դու չազատես մեզ պայմանագրից, ես կհրապարակեմ այս ամենը թերթերում, հեռուստատեսությունում, ամենուր։ Վահագնը լսեց նրան, սկսեց ծիծաղել, բարձր, երկար ծիծաղ, որը լցրեց ամբողջ սենյակը։ Դու հիմար ես, մհեր, ասաց նա։ Եթե դու հրապարակես այդ գաղտնիքը, դու կոչնչացնես Խորենին, բայց դու նա կոչնչացնես Սուրբ Երրորդությունը։ Եվ առանց Սուրբ Երրորդության դու ոչինչ ես։ Դու կլինես պարզապես մեկ անհաջող երգիչ, ով փորձում է վաճառել իր ձայնը փոքր ակումբներում։ Մհերը հասկացավ, որ Վահագնը ճիշտ էր ասում։ Նա ընկել էր իր սեփական որոգայթի մեջ։ Նա չէր կարող ազատել իրեն, առանց ոչնչացնելու այն, ինչը տալիս էր նրան ինքնություն։ Նա վերադարձավ Սոսի մոտ, բարդված, կոտրված, նրանք երկուսն էլ նստեցին մի փոքր բարում, խմեցին, լուռ մինչ արածակը, խմեցին մինչ նրանք չէին կարող այլս զգալ ցավը, որը ուտում էր նրանց ներսից։ Բայց նույնիսկ ալկոհոլը չէր կարող ջնջել այն հարցը, որը հետապնդում էր նրանց, արդյոք նրանք երբեք ազատվեն այս բանտից, թե՞ նրանք կմնան այնտեղ մինչ մահը, երգելով այլ մարդու երգերը, ապրելով այլ մարդու կյանքը։
1985 թվականին Սովետական Միությունում սկսվեցին փոփոխություններ, Գորբաչովի գլասնոստը պերեստրոյկան բացեցին դռներ, որոնք տասնամյակներ շարունակ փակ էին եղել։ Մարդիկ սկսեցին խոսել ազատ, մամուլը սկսեց գրել ճշմարտությունը, արտիստները սկսեցին արտահայտել իրենց իսկական զգացմունքները։ Եվ այս նոր մթնոլորտում մհերը սոսը տեսան իրենց հնարավորությունը։ Նրանք որոշեցին տալ հարցազրույց մի անկախ ամսագրի, Գարուն անունով, որը հայտնի էր իր քննադատական հոդվածներով։ Այդ հարցազրույցում նրանք պատմեցին ամեն ինչ՝ Վահագնի բռնությունը, Խորենի դավաճանությունը, այն ճշմարտությունը, որը թաքնված էր Սուրբ Երրորդության փայլուն ֆասադի հետում։ Երբ հարցազրույցը հրապարակվեց 1985 թվականի հունիսին, դա եղավ ռումբի պես։ Ամբողջ Հայաստանը խոսում էր այդ մասին, սրճարաններում, տներում, փողոցներում։ Մարդիկ չէին կարող հավատալ, որ նրանց սիրելի Սուրբ Երրորդությունը, որը նրանք համարում էին եղբայրության խորհրդանիշ, իրականում եղել է դժոխք, լի նախանձով, ատելությամբ, շանտաժով։ Վահագնը փորձեց դատի տալ ամսագիրը, բայց նոր օրենքները պաշտպանում էին մամուլի ազատությունը։ Խորենը փորձեց շղթել ամեն ինչ, բայց Լուսինեն հրապարակեց փաստաթղթեր, լուսանկարներ, որոնք ապացուցում էին ամեն ինչ։ Եվ այդպես Սուրբ Երրորդությունը սկսեց փլուզվել, ոչ թե դանդաղ, այլ արագ, կատաստրոֆիկ, ինչպես շենք, որի հիմքերը փտել են տասնամյակներ շարունակ։ Խորենը փորձեց փրկել իրավիճակը, կազմակերպելով այն համերգը Հանրապետության հրապարակում, որտեղ նա հույս ուներ, որ սոսը կխոստովանի ճշմարտությունը կազատագրի նրանց բոլորին։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ այդ բեմում, չէր փրկություն, այլ վերջնական դատաստան։ Երբ սոսը պատմեց ամբողջ ճշմարտությունը հանդիսատեսին, երբ նա բացեց բոլոր գաղտնիքները, բոլոր ցավերը, բոլոր դավաճանությունները, Խորենը կանգնած էր այնտեղ, անընդունակ շարժվելու, անընդունակ խոսելու, անընդունակ նույնիսկ շնչելու։ Նա տեսավ, թե ինչպես հանդիսատեսը դառնում է նրան թիկունքը, թե ինչպես մարդիկ սկսում են հեռանալ, մեկ առ մեկ, հետո խմբերով, մինչ բեմի առջ մնում է միայն դատարկություն։ Նա տեսավ, թե ինչպես իր կյանքի աշխատանքը, իր երազանքը, իր ամեն ինչը փլուզվում է նրա աչքի առջ մի քանի րոպեում։ Եվ նա հասկացավ, որ սա էր վերջը ոչ միայն Սուրբ Երրորդության, այլ Խորեն Աբրահամյանի, լորդի, ով երբեք չկիսեց գահը, հիմա կորցրեց նույնիսկ այն փոքրիկ աթոռը, որի վրա նա նստած էր։ Նա նայեց մհերին սոսին, ովքեր կանգնած էին նրա կողքին, նույնպես լուռ, նույնպես կոտրված, նա ուզեց ասել նրանց ինչ-որ բան, ուզեց ներողություն խնդրել, ուզեց բացատրել, բայց խոսքերը չէին գալիս։ Քանի որ ինչ խոսքեր կարող էին բացատրել 15 տարվա սխալները, 15 տարվա դավաճանությունները, 15 տարվա ստախոսությունները։ Արդյոք կար ներողություն այն մարդու համար, ով ոչնչացրեց իր եղբայրներին, իր ամբարտավանության պատճառով։ Արդյոք կար փրկություն այն մարդու համար, ով վաճառեց իր հոգին իշխանության համար։ Եվ ամենակարևորը, արդյոք Խորենը, լորդը, ով երբեք չկիսեց գահը, վերջապես հասկացավ, որ իսկական թագավորությունը չէր այն, ինչ նա կառուցեց բեմում, այլ այն, ինչ նա կորցրեց իր սրտում։ Երանի քաղաքային հոգեբուժարանի արխիվում, որը բացվեց հանրությանը 1998 թվականին, պահպանվում է մի բժշկական քարտ, համարը 3145, որի վրա գրված է անունը Վահագն Արամի Գրիգորյան, ընդունման ամսաթիվը 1986 թվականի սեպտեմբերի 18, ախտորոշումը պարանոիդ սկիզոֆրենիա, հալուցինացիաներով հետապնդման մանիայով։ Այդ քարտի էջերում նկարագրված է, թե ինչպես Վահագնը բերվեց հոգեբուժարան ոստիկանության կողմից, երբ նրան գտան իր բնակարանում, նստած անկյունում, ծածկված արյունով, շրջապատված կոտրված հայելիներով, աղաղակելով, որ նրանք գալիս են ինձ համար, նրանք ուզում են սպանել ինձ։ Բժիշկները գրել են, որ Վահագնը պնդում էր, թե նա տեսնում է ստվերներ պատերի վրա, լսում է ձայներ, որոնք պատվիրում են նրան անել սարսափելի բաներ, հավատում է, որ նա հետապնդվում է գաղտնի կազմակերպության կողմից, որը ուզում է վրեժ լուծել նրանից այն ամենի համար, ինչ նա արել է։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ երբ բժիշկները հարցրին նրան, ինչ է նա արել, Վահագնը սկսեց պատմել մի պատմություն, որը նրանք սկզբում համարեցին հալուցինացիա, բայց որը հետագայում ապացուցվեց լինել ճշմարտություն, պատմություն այն մասին, թե ինչպես նա շանտաժեց տասնյակ մարդկանց, հավաքեց նրանց գաղտնիքները, օգտագործեց այդ գաղտնիքները կառուցելու իշխանության կայսրություն, որը վերջապես փլուզվեց նրա սեփական գլխի վրա։ Բժիշկները գրել են, հիվանդը ցուցաբերում է խորը մեղավորության զգացում վախ հետանքներից։ Նա կրկնում է անընդհատ, ես չէի ուզում սպանել նրան, ես միայն ուզում էի վերահսկել նրան, բայց նա չհնազանդվեց, ես պետք է անեի այն, ինչ անեցի։ Ո՞վ էր այդ մարդը, ում մասին Վահագնը խոսում էր իր հալուցինացիաների մեջ։ Արդյոք դա էր Խորենը, թե ինչ որ մեկը այլ։ Եվ ամենակարևորը, արդյոք Վահագնի խենթությունը իսկապես հիվանդություն էր, թե
Դա էր նրա վերջին փախուստը պատասխանատվությունից, թաքնվելով խենթության դիմակի հետում, երբ նրա իշխանության կայսրությունը սկսեց փլուզվել։ Այն ամիսները, որոնք հաջորդեցին հանրապետության հրապարակի համերգին, Խորենը փորձեց անհետանալ։ Նա չէր պատասխանում հեռախոսազանգերին, չէր բացում դուռը այցելուներին, չէր դուրս գալիս իր բնակարանից շաբաթներով։ Նրա կինը Լուսինեն արդեն հեռացել էր, վերցնելով երեխաներին, բնակարանը դարձել էր դամբարան, լի փոշով, կեղտով, դատարկ շշերով։ Խորենը նստում էր իր սենյակում, վարագույրները փակ, լույսերը անջատած, նայում էր պատին, ժամերով, օրերով, չմտածելով ոչինչ, չզգալով ոչինչ, միայն դատարկություն։ Նա փորձեց խմել մոռանալու համար, բայց ալկոհոլը միայն ավելի էր սրում ցավը, ավելի էր խորացնում մթությունը։ Նա փորձեց երաժշտություն լսել, իր հին ձայնագրությունները, բայց երբ նա լսեց իր ձայնը երիտասարդ, հզոր, լի հույսով, նա զգաց այնպիսի ցավ, որ նա կոտրեց ձայնագրիչը պատին երբեք այլս չլսեց երաժշտություն։ Մի գիշեր, 1986 թվականի հոկտեմբերին, երբ Խորենը նստած էր իր մութ սենյակում, նա լսեց դռան զարկը։ Նա անտեսեց այն, ինչպես անտեսել էր բոլոր մյուս զարկերը, բայց այս անգամ զարկը չդադարեց։ Այն շարունակվեց, անընդհատ, պնդող, մինչ Խորենը վերջապես ոտքի ելավ բացեց դուռը։ Դռան առջ կանգնած էր Արմինեն, նրա գաղտնի կինը, ում համար նա զոհել էր ամեն ինչ, բայց ում նա չէր տեսել ամիսներ շարունակ։ Արմինեն նայեց Խորենին, գրեթե չճանաչեց նրան։ Խորենը նիհարել էր, կորցրել էր գուցե 20 կիլոգրամ, նրա դեմքը ծածկված էր մորուքով, նրա աչքերը խորացել էին, նրա մաշկը դարձել էր մոխրագույն։ Նա նման էր ուրվականի, ով ապրում է քարանձավում, հեռու առից, հեռու կյանքից։ Արմինեն մտավ ներս, առանց սպասելու հրավերի, տեսավ այն աղետը, որը դարձել էր Խորենի կյանքը։ Նա սկսեց մաքրել բնակարանը, լուռ, մեթոդիկ, մինչդեռ Խորենը նստած էր իր աթոռին, նայում էր նրան, առանց ասելու ոչ մի բառ։ Երբ Արմինեն ավարտեց մաքրելը, նա նստեց Խորենի կողքին, ասաց. «Դու չես կարող շարունակել այսպես։ Դու սպանում ես քեզ»։ Խորենը նայեց նրան առաջին անգամ ամիսներ շարունակ խոսեց. «Ինչու՞։ Ոչ։ Ինչու՞։ Չպետք է սպանեմ ինձ։ Ես արդեն մեռած եմ։ Ես մեռա այն օրը, երբ Սոսը պատմեց ճշմարտությունը բեմում։ Այն, ինչ մնացել է, միայն թաղանթ է, որը դեռ շնչում է»։ Արմինեն բռնեց նրա ձեռքը. «Դու ունես դուստր։ Դու ունես ինձ։ Մենք սիրում ենք քեզ, չնայած ամեն ինչին, ինչ տեղի ունեցավ»։ Խորենը ժպտաց, դառն ժպիտով, «Բայց ես չեմ սիրում ինձ։ Ես ատում եմ այն մարդուն, ով ես դարձա։ Ես ատում եմ Լորդին, ով ոչնչացրեց ամեն ինչ, ինչին դիպավ»։ Արմինեն մնաց Խորենի հետ այդ գիշեր, նրանք խոսեցին, առաջին անգամ իսկապես խոսեցին, ոչ թե մակերեսորեն, այլ խորը, անկեղծ։ Խորենը պատմեց նրան ամեն ինչ, թե ինչպես Վահագնը շանտաժեց նրան, թե ինչպես նա դարձավ ստրուկ, թե ինչպես նա կորցրեց վերահսկողությունը իր կյանքի վրա։ Նա պատմեց այն մասին, թե ինչպես նա վարվեց Մհերի Սոսի հետ, թե ինչպես նա ճնշեց նրանց, թե ինչպես նա վերածեց նրանց իր մարիոնետների։ Եվ երբ նա ավարտեց, նա ասաց. «Ես չեմ պաշտպանում ինձ։ Ես գիտեմ, որ ես մեղավոր եմ։ Բայց ես ուզում եմ, որ դու հասկանաս, ես չէի ուզում դառնալ այդպիսին։ Ես ուզում էի լինել լավ մարդ, լավ ընկեր, լավ առաջնորդ։ Բայց ինչ-որ բան ինձ մեջ, ինչ-որ մութ բան, որը միշտ եղել է այնտեղ, վերցրեց վերահսկողությունը, վերածեց ինձ հրեշի»։ Արմինեն լսեց նրան, հասկացավ, որ Խորենը չէր պարզապես չար մարդ։ Նա էր կոտրված մարդ, ով երբեք չսովորեց սիրել իրեն, ով երբեք չզգաց, որ նա բավարար է այնպես, ինչպես է, ով փորձեց լրացնել այդ դատարկությունը իշխանությամբ, վերահսկողությամբ, դոմինացիայով։ Բայց այդ փորձը միայն ավելի էր խորացրել դատարկությունը, մինչ այն կլանեց նրա ամբողջ էությունը։ Արմինեն ասաց նրան. «Դու կարող ես փոխվել։ Դու կարող ես սկսել նորից։ Բայց դրա համար դու պետք է ներես քեզ, պետք է ընդունես քո սխալները, պետք է փորձես վերականգնել այն, ինչ դու կոտրել ես»։ Խորենը ցնցեց գլուխը. «Ես չեմ կարող վերականգնել այն, ինչ ես կոտրել եմ։ Ես կոտրել եմ մարդկանց, մարդիկ չեն կարող վերականգնվել ինչպես իրերը»։ Բայց Արմինեն չհրաժարվեց։ Նա սկսեց գալ Խորենի մոտ, ամեն օր, բերելով ուտելիք, մաքրելով բնակարանը, ստիպելով նրան լողանալ, հագնվել, դուրս գալ փողոց։ Աստիճանաբար Խորենը սկսեց վերադառնալ կյանքին, ոչ թե լիովին, այլ մասամբ, բավականաչափ, գոնե շարունակելու շնչելը։ 1987 թվականի գարնանը Խորենը որոշեց փորձել գտնել Մհերին Սոսին։
Նա չգիտեր, ինչ կասի նրանց, բայց նա գիտեր, որ նա պետք է փորձի, պետք է գոնե ներողություն խնդրի, թե նա գիտեր, որ ներողությունը հավանաբար չէր գալու։ Նա սկսեց հարցնել ընկերներին, ծանոթներին, բայց ոչ ոք չգիտեր, թե որտեղ են մհերը Սոսը։ Նրանք կարծես անհետացել էին, ինչպես Վահագնը, ինչպես Սուրբ Երրորդությունը, ինչպես այն ամենը, ինչ մի ժամանակ կազմում էր Խորենի կյանքը։ Վերջապես մի հին ընկերը ասաց նրան, որ Սոսը տեսել է փոքր սրճարանում, Կոմիտասի պողոտայում, երգում է երեկոյան ժամերին, փոքր հանդիսատեսի համար։ Խորենը գնաց այնտեղ մի երեկո նստեց անկյունում, սպասելով, մինչ Սոսը բարձրանա բեմ։ Երբ Սոսը սկսեց երգել, Խորենը զգաց, թե ինչպես արցունքները լցվում են նրա աչքերում։ Սոսի ձայնը դեռ գեղեցիկ էր, բայց այն կորցրել էր իր ուժը, իր վստահությունը։ Այն էր ձայն մարդու, ով տեսել է չափազանց շատ ցավ, ով կորցրել է չափազանց շատ բան։ Համերգից հետո Խորենը մոտեցավ Սոսին։ Սոսը տեսավ նրան, սառեց։ Նրանք նայեցին միմյանց, երկար, լուռ, այդ լռության մեջ էր ամբողջ պատմությունը, 15 տարվա ընկերությունը, 15 տարվա պայքարը, 15 տարվա ցավը։ Վերջապես Խորենը ասաց. «Ես եկել եմ ներողություն խնդրելու»։ Սոսը նայեց նրան, ասաց. «Ես չեմ կարող ներել քեզ։ Ոչ հիմա, ոչ երբե»։ Խորենը ժպտաց, տխուր ժպիտով. «Ես հասկանում եմ։ Ես չեմ էլ սպասում ներողության։ Ես միայն ուզում էի, որ դու իմանաս, որ ես ափսոսում եմ, որ ես գիտակցում եմ, թե ինչ ես արել, որ եթե ես կարողանայի վերադառնալ ժամանակում, ես կփոխեի ամեն ինչ»։ Սոսը նստեց, ասաց Խորենին նստել իր կողքին։ Նրանք նստեցին այնտեղ, երկու հին ընկերներ, ովքեր մի ժամանակ երազում էին նվաճել աշխարհը, ովքեր հիմա նստած էին փոքր սրճարանում, կոտրված, հոգնած, կորցրած։ Սոսը ասաց. «Դու գիտես, թե ինչն է ամենավատը։ Ամենավատը ոչ թե այն է, որ դու դավաճանեցիր մեզ։ Ամենավատը այն է, որ դու դավաճանեցիր քեզ։ Դու ունեիր տաղանդ, դու ունեիր երազանք, դու ունեիր ամեն ինչ, ինչ պետք է մարդուն երջանիկ լինելու համար։ Բայց դու ընտրեցիր իշխանությունը, վերահսկողությունը, այդ ընտրությունը ոչնչացրեց քեզ ավելի, քան մեզ»։ Խորենը գիտեր, որ Սոսը ճիշտ էր ասում։ Նա ոչնչացրել էր իրեն, ավելի, քան ուրիշներին։ Նա կորցրել էր ոչ միայն իր ընկերներին, իր կարիերան, իր ընտանիքը, այլ իր հոգին, իր էությունը, այն, ինչը դարձնում էր նրան Խորեն Աբրահամյան։ Նա դարձել էր դատարկ թաղանդ, որը կրում էր Լորդի անունը, բայց որի ներսում ոչինչ չկար, բացի մթության ափսոսանքի։ Նա հարցրեց Սոսին. «Որտեղ է մհերը»։ Սոսը պատասխանեց. «Մհերը հեռացել է երանից։ Նա գնացել է Գյումրի, փորձում է սկսել նոր կյանք։ Նա չի ուզում տեսնել քեզ, չի ուզում լսել քո անունը, չի ուզում նույնիսկ հիշել այն ժամանակը, երբ մենք եղանք Սուրբ Երրորդություն»։ Խորենը հասկացավ, որ մհերի ատելությունը ավելի խորն էր, քան Սոսինը, որ նա երբեք չէր ներելու նրան։ Նա ասաց Սոսին. «Ինչ պետք է անեմ։ Ինչպես կարող եմ ապրել այս մեղավորության հետ»։ Սոսը նայեց նրան, ասաց. «Դու պետք է սովորես ապրել դրա հետ։ Դու պետք է սովորես ընդունել, որ դու արել ես սխալներ, որ դու վնասել ես մարդկանց, որ դու չես կարող վերականգնել այն, ինչ դու կոտրել ես։ Բայց դու կարող ես փորձել լինել ավելի լավ մարդ, այսուհետ, կարող ես փորձել չկրկնել նույն սխալները»։ Խորենը ժպտաց, թույլ ժպիտով, բայց ով կտա ինձ այդ հնարավորությունը։ Ով կվստահի ինձ կրկին։ Սոսը ցնցեց գլուխը. «Ոչ ոք։ Դու պետք է ստեղծես այդ հնարավորությունը քեզ համար։ Դու պետք է ապացուցես, ոչ թե ուրիշներին, այլ քեզ, որ դու արժանի ես երկրորդ հնարավորության»։ Նրանք նստեցին այնտեղ դեռ մի քանի րոպե, լուռ, յուրաքանչյուրը իր մտքերի մեջ, հետո Սոսը ոտքի ելավ, ասաց. «Ես պետք է գնամ։ Ես ունեմ մեկ համերգ այսօր»։ Խորենը նույնպես ոտքի ելավ, ասաց. «Շնորհակալություն, որ խոսեցիր ինձ հետ։ Շնորհակալություն, որ չվռնդեցիր ինձ»։ Սոսը նայեց նրան, ասաց. «Ես չեմ ներում քեզ, Խորեն։ Բայց ես նա չեմ ատում քեզ։ Ես միայն ափսոսում եմ քեզ համար, ափսոսում եմ մեզ բոլորիս համար, ափսոսում եմ այն ամենի համար, ինչ մենք կորցրինք»։ Խորենը դուրս եկավ այդ սրճարանից, քայլեց փողոցներով, ժամերով, մինչ գիշերը, մտածելով Սոսի խոսքերի մասին։ Նա հասկացավ, որ նա չէր կարող վերադառնալ անցյալին, չէր կարող վերականգնել Սուրբ Երրորդությունը, չէր կարող վերադարձնել այն տարիները, որոնք նրանք կորցրել էին։ Բայց նա կարող էր փորձել ստեղծել ինչ-որ նոր բան, ինչ-որ այլ բան, ինչ-որ բան, որը չէր հիմնված իշխանության վրա, այլ հարգանքի, սիրո, իսկական եղբայրության վրա։ Բայց արդյոք նա ուներ ուժ սկսելու նորից։ Արդյոք նա ուներ քաջություն դիմակայելու իր անցյալին կառուցելու նոր ապագա։
Եվ ամենակարևորը, արդյոք աշխարհը կտար նրան այդ հնարավորությունը, թե նա մնալու էր հավերժ որպես լորդը, ով չկիսեց գահը, կորցրեց ամեն ինչ։ 1988 թվականի աշնանը Խորենը ստացավ հեռախոսազանգ մի անծանոթ կնոջից, ով ներկայացավ որպես Լուսինե Գրիգորյան, Վահագնի քույրը։ Նա ասաց, որ ուզում է հանդիպել Խորենի հետ, ասել նրան ինչ-որ բան կարևոր։ Խորենը համաձայնվեց, թե նա վախենում էր այդ հանդիպումից, վախենում էր, որ Լուսինեն կբերի նոր սպառնալիքներ, նոր շանտաժ։ Նրանք հանդիպեցին մի փոքր պարկում, Հրազդանի ափին, Լուսինեն դրեց Վահագնի օրագիրը սեղանին։ Նա ասաց. «Կարդա սա։ Դու պետք է իմանաս ճշմարտությունը»։ Խորենը վերցրեց օրագիրը, դողացող ձեռքերով սկսեց կարդալ։ Ամեն էջով նրա դեմքը փոխվում էր, սկզբում զարմանքից, հետո անհավատությունից, հետո զայրույթից, հետո ինչ-որ բան, որը նման էր ազատագրման։ Նա կարդաց, թե ինչպես Վահագնը ստեղծեց այն գաղտնիքը, որը չգոյություն ուներ, թե ինչպես նա խաղաց Խորենի վախերի անապահովությունների հետ, թե ինչպես նա վերածեց Խորենին իր մարիոնետին, առանց որևէ իրական ապացույցի, միայն հոգեբանական մանիպուլյացիայի միջոցով։ Երբ Խորենը ավարտեց կարդալը, նա փակեց օրագիրը, նայեց Լուսինեին, այսինքն ամեն ինչ ստախոսություն էր։ Ամեն ինչ, ինչի համար ես տառապեցի, ինչի համար ես զոհեցի ամեն ինչ, դա բոլորը ստախոսություն էր։ Լուսինեն ժպտաց, տխուր ժպիտով, ոչ ամբողջովին։ Դու ունեիր գաղտնի կին երեխա։ Դա ճշմարտություն էր։ Բայց Վահագնը չուներ ապացույցներ այդ մասին, երբ նա սկսեց քեզ շանտաժել։ Նա միայն կռահեց, դու հաստատեցիր նրա կռահումը քո ռեակցիայով։ Դու ստեղծեցիր քո սեփական գաղտնիքը, հետո վախեցար, որ նա կբացահայտի այն։ Խորենը զգաց, թե ինչպես ամբողջ աշխարհը պտտվում է նրա շուրջը։ Նա հասկացավ, որ նա եղել է իր սեփական որոգայթի զոհը, որ նա ոչնչացրել է ամեն ինչ, իր սեփական վախերի, իր սեփական անապահովությունների պատճառով։ Վահագնը չէր ստիպել նրան անել այն, ինչ նա արեց։ Վահագնը միայն բացեց դուռը, Խորենը ինքը քայլեց այդ դռնով, իր սեփական ընտրությամբ, իր սեփական թուլությամբ։ Նա հարցրեց Լուսինեին. «Ինչու»։ Ես ասում ինձ սա հիմա։ Ինչու։ Ոչ տարիներ առաջ։ Լուսինեն պատասխանեց, քանի որ ես իմացա սա միայն հիմա։ Ես գտա այս օրագիրը իմ եղբոր բնակարանում, երբ նա տեղափոխվեց հոգեբուժարան։ Նա խենթացել է, Խորեն։ Նա կորցրել է իր միտքը, մեղավորության վախի պատճառով։ Եվ ես մտածեցի, որ դու պետք է իմանաս ճշմարտությունը, պետք է իմանաս, որ դու չես եղել միակ զոհը, որ Վահագնը նույնպես տառապեց իր սեփական խաղերի համար։ Խորենը նստեց այնտեղ երկար ժամանակ, պահելով օրագիրը իր ձեռքերում, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ։ Վերջապես նա ասաց. «Շնորհակալություն։ Շնորհակալություն, որ ասացիր ինձ ճշմարտությունը։ Բայց դա չփոխում է ոչինչ։ Ես դեռ մեղավոր եմ այն ամենի համար, ինչ ես արել եմ մհերին Սոսին։ Ես դեռ այն մարդն եմ, ով ոչնչացրեց Սուրբ Երրորդությունը»։ Լուսինեն նայեց նրան, ասաց. «Բայց հիմա դու գիտես ճշմարտությունը։ Եվ ճշմարտությունը կարող է ազատագրել քեզ, եթե դու թույլ տաս դրան»։ Խորենը ժպտաց, դառն ժպիտով. «Ճշմարտությունը չի ազատագրում։ Ճշմարտությունը միայն ցույց է տալիս, թե որքան խորն ես դու ընկել»։ Նա վերադարձավ տուն այդ օրը, կրելով օրագիրը իր ձեռքերում, նա կարդաց այն կրկին, ամբողջ գիշեր, ամեն էջ, ամեն բառ, փորձելով հասկանալ, թե ինչպես նա թույլ տվեց սրան տեղի ունենալ, ինչպես նա դարձավ այդպիսի թույլ, այդպիսի մանիպուլյացվող։ Եվ աստիճանաբար նա սկսեց հասկանալ, որ խնդիրը չէր միայն Վահագնը։ Խնդիրը էր նա ինքը, նրա անկարողությունը վստահել, նրա անկարողությունը կիսվել իշխանությամբ, նրա անկարողությունը լինել իսկական ընկեր, իսկական եղբայր։ Նա կառուցել էր պատեր իր շուրջը, այնքան բարձր, այնքան հաստ, որ երբ Վահագնը եկավ իր շանտաժով, այդ պատերը դարձան բանտ, որից նա չէր կարող փախչել։ Եվ հիմա, երբ այդ պատերը փլուզվել էին, երբ ամեն ինչ բացահայտվել էր, նա տեսավ իր իսկական ինքնությունը, ոչ թե լորդը, այլ վախեցած փոքրիկ տղա, ով երբեք չզգաց, որ նա բավարար է, ով երբեք չհավատաց, որ նա սիրված է, ով փորձեց լրացնել այդ դատարկությունը իշխանությամբ, վերահսկողությամբ, դոմինացիայով։ Արդյոք նա կարող էր փոխվել հիմա, երբ ամեն ինչ կորցրել էր։ Արդյոք նա կարող էր սովորել սիրել իրեն, վստահել ուրիշներին, լինել այն մարդը, ով նա միշտ ուզել էր լինել, բայց երբեք չէր համարձակվել։ Եվ ամենակարևորը, արդյոք մհերը Սոսը երբեք կկարողանան ներել նրան, թե նա մնալու էր հավերժ որպես այն մարդը, ով դավաճանեց իր եղբայրներին, կորցրեց իր հոգին իշխանության խաղում, որը նա երբեք չէր կարող հաղթել։
Երանի քաղաքային դատարանի արխիվում պահպանվում է մի քաղաքացիական գործ, համարը 4167, որը հարուցվեց 1991 թվականի մարտին, երբ Մհեր Մկրտչյանը դատի տվեց Խորեն Աբրահամյանին, պահանջելով փոխհատուցում 15 տարվա կորցրած եկամուտների համար, որոնք ըստ Մհերի պնդման Խորենը գողացել էր իրենից անարդար պայմանագրերի ֆինանսական մանիպուլյացիաների միջոցով։ Այդ գործի նյութերում կան հարյուրավոր էջեր, փաստաթղթեր, պայմանագրեր, բանկային փոխանցումներ, ականատեսների ցուցմունքներ, որոնք բոլորը ցույց են տալիս մի համակարգ, որտեղ Խորենը Վահագնը միասին կառուցել էին ֆինանսական կայսրություն, Սուրբ Երրորդությանը հաշվին, մինչդեռ Մհերը Սոսը ստանում էին միայն փոքրիկ մասնիկներ այն հարստությունից, որը նրանք օգնել էին ստեղծել։ Բայց ամենաշոկային փաստաթուղթը այդ գործում էր մի գաղտնի համաձայնագիր, որը ստորագրվել էր 1982 թվականին Խորենի Վահագնի միջ, որտեղ նրանք բաժանել էին եկամուտները ոչ թե 40-60%, ինչպես պաշտոնական պայմանագրում էր գրված, այլ 50-50 հավասար գործընկերներ, ովքեր միասին շահագործում էին Մհերին Սոսին։ Երբ այդ փաստաթուղթը ներկայացվեց դատարանում, Խորենը նստած էր դատավարության դահլիճում, զգում էր, թե ինչպես վերջին կաթիլները նրա հեղինակության, նրա արժանապատվության հոսում են նրանից, ինչպես արյուն բաց վերքից։ Նա տեսավ Մհերի աչքերը լի ատելությամբ, զայրույթով, բայց նա ինչ-որ բանով, որը նման էր տրիումֆի, վերջապես 10 տարի անց ճշմարտությունը դուրս էր գալիս, Խորենը պետք է պատասխաներ իր արարքների համար։ Դատավորը 65 տարեկան կին, խիստ դեմքով պողպատե ձայնով, կարդաց վճիռը, Խորենը պարտավոր էր վճարել Մհերին 200,000 ռուբլի, գումար, որը Խորենը չուներ, գումար, որը նշանակում էր նրա ամբողջ կյանքի խնայողությունների կորուստ։ Բայց ավելի վատ, քան գումարը էր այն նայվածքները, որոնք նա տեսավ դատարանից դուրս գալիս, մարդիկ, ովքեր մի ժամանակ պաշտում էին նրան, հիմա նայում էին նրան ինչպես դավաճանի, ինչպես գողի, ինչպես մարդու, ով արժանի չէր նույնիսկ արամարանքի։ Խորենը վերադարձավ տուն, այդ օրը գտավ Արմինեին, սպասում իրեն փոքրիկ խոհանոցում, որտեղ նա պատրաստել էր ճաշ, փորձելով ստեղծել նորմալության տպավորություն այն աշխարհում, որը փլուզվում էր նրանց շուրջը։ Նա նայեց Խորենին, անմիջապես հասկացավ, դու պարտվեցիր։ Խորենը ժպտաց, այն ժպիտով, որը մարդիկ ժպտում են, երբ նրանք այլս չունեն արցունքներ լալու համար, ես ոչ միայն պարտվեցի դատարանում։ Ես պարտվեցի կյանքում։ Ես պետք է վճարեմ 200,000 ռուբլի, գումար, որը ես երբեք չեմ ունենա։ Նրանք կվերցնեն մեր բնակարանը, մեր ամեն ինչը։ Արմինեն մոտեցավ նրան, գրկեց նրան, ամուր, երկար, այդ գրկախառնումում Խորենը զգաց ինչ-որ բան, ինչ նա երբեք չէր զգացել իր պաշտոնական ամուսնության մեջ, անվերապահ սեր, որը չէր պայմանավորված հաջողությամբ, փողով, կարգավիճակով։ Արմինեն ասաց նրան, մենք կկորցնենք բնակարանը։ Լավ։ Մենք կգտնենք այլ տեղ։ Մենք կկորցնենք գումարը։ Լավ։ Մենք կգտնենք այլ ճանապարհ։ Բայց մենք չենք կորցնի միմյանց։ Մենք չենք կորցնի մեր ընտանիքը։ Եվ դա միակն է, որ իսկապես կարող է։ Խորենը լսեց այդ խոսքերը, զգաց, թե ինչպես ինչ-որ բան կոտրվում է նրա ներսում, ոչ թե վատ կերպով, այլ լավ կերպով, ինչպես երբ հին, փտած կառույցը վերջապես փլուզվում է, թույլ է տալիս նոր բանի աճել իր տեղում։ 1992 թվականի ամռանը Խորենը Արմինեն տեղափոխվեցին փոքրիկ բնակարան, քաղաքի ծայրամասում, 2 սենյակ, առանց տաք ջրի, առանց նորմալ ջեռուցման, բայց որտեղ նրանք կարող էին լինել միասին, առանց թաքնվելու, առանց ստախոսության։ Խորենը գտավ աշխատանք փոքր ռեստորանում, երգելով երեկոյան ժամերին հին հայկական ռոմանսներ 10 հոգու համար, ովքեր ավելի շատ հետաքրքրված էին իրենց օղիով, քան նրա ձայնով։ Դա էր անկում, ամբողջական, ամբողջովին, անկում մարդու համար, ով մի ժամանակ երգել էր 3500 մարդու համար Կրեմլյան պալատում։ Բայց տարօրինակ կերպով Խորենը զգում էր ինչ-որ բան, ինչ նա երբեք չէր զգացել իր փառքի օրերում, խաղաղություն։ Նա այլս չէր պետք է վերահսկեր ամեն ինչ, այլս չէր պետք է մրցեր ոչ ոքի հետ, այլս չէր պետք է ապացուցեր ոչինչ։ Նա կարող էր պարզապես լինել Խորեն Աբրահամյան, ոչ թե լորդը, ոչ թե աստղը, այլ պարզապես մարդ, ով երգում էր, քանի որ սիրում էր երգել, ով ապրում էր, քանի որ ուներ մարդկանց, ովքեր սիրում էին նրան։ Մի երեկո, երբ նա երգում էր ռեստորանում, նա տեսավ ծանոթ դեմք անկյունում, Սոս Սարգսյանը, նստած միայնակ, խմում օղի, լսում նրան։ Երբ Խորենը ավարտեց իր սեթը, նա մոտեցավ Սոսին, Սոսը ասաց նրան նստել։ Նրանք նստեցին այնտեղ, երկու հին ընկերներ, ովքեր տեսել էին միմյանց լավագույն վատագույն օրերը, Սոսը ասաց, դու լավ երգեցիր այսօր։ Ավելի լավ, քան ես երբեք լսել եմ քեզ։ Խորենը զարմացավ, ինչպես։ Ես երգում եմ փոքր ռեստորանում 10 հոգու համար։
Ինչպես կարող է դա լինել ավելի լավ, քան կրեմլյան պալատը։ Սոսը ժպտաց, քանի որ այժմ դու երգում ես քո սրտով, ոչ թե քո էգոյով։ Այժմ դու երգում ես, քանի որ սիրում ես երգել, ոչ թե քանի որ ուզում ես ապացուցել ինչ-որ բան։ Եվ մարդիկ զգում են դա, նույնիսկ եթե նրանք միայն 10 հոգի են։ Խորենը զգաց, թե ինչպես արցունքները լցվում են նրա աչքերում, ես կորցրի ամեն ինչ, Սոս։ Ես կորցրի իմ կարիերան, իմ փողը, իմ հեղինակությունը։ Ես կորցրի քեզ մհերին։ Ինչ ավելի կա կորցնելու։ Սոսը նայեց նրան ասաց, բայց դու գտար ինչ-որ բան ավելի կարևոր։ Դու գտար քեզ։ Դու գտար այն մարդուն, ով դու իսկապես ես, ոչ թե լորդը, ոչ թե աստղը, այլ Խորեն Աբրահամյանը, մարդ, ով սիրում է երգել, ով սիրում է իր ընտանիքը։ Ով փորձում է լինել ավելի լավ, քան նա էր երեկ։ Խորենը հարցրեց, արդյոք դու ներում ես ինձ։ Սոսը լռեց երկար ժամանակ, հետո ասաց, ես դեռ չեմ ներում քեզ լիովին։ Բայց ես տեսնում եմ, որ դու փոխվել ես։ Ես տեսնում եմ, որ դու փորձում ես։ Եվ գուցե մի օր, ոչ այսօր, ոչ վաղը, բայց մի օր, ես կկարողանամ ասել, այո, ես ներում եմ քեզ։ Խորենը զգաց ինչ-որ բան, որը նման էր հույսի, իսկ մհերը։ Արդյոք նա երբեք կկարողանա ներել ինձ։ Սոսը ցնցեց գլուխը, մհերը տարբերվում է ինձնից։ Նրա ցավը ավելի խորն է, նրա ատելությունը ավելի ուժեղ է։ Նա դեռ ապրում է Գյումրիում, դեռ փորձում է մոռանալ այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ Բայց ես լսել եմ, որ նա հիվանդ է, որ նրա սիրտը թույլ է, որ բժիշկները ասում են, թե նա չունի շատ ժամանակ։ Խորենը զգաց սարսափ, ես պետք է գնամ նրա մոտ։ Ես պետք է տեսնեմ նրան, նախքան ուշ է լինելու։ Սոսը բռնեց նրա ձեռքը, Խորեն, մհերը չի ուզում տեսնել քեզ։ Նա ասել է ինձ, եթե դու երբեք գաս նրա մոտ, նա կփակի դուռը քո դեմքի առջ։ Նա չի ուզում քո ներողություն խնդրելը, չի ուզում քո արցունքները։ Նա ուզում է մեռնել խաղաղությամբ, առանց տեսնելու քեզ։ Խորենը զգաց, թե ինչպես նրա սիրտը կոտրվում է կրկին, բայց ես չեմ կարող թույլ տալ նրան մեռնել, մտածելով, որ ես չեմ հոգում նրա մասին։ Ես պետք է ասեմ նրան, որ ես ափսոսում եմ, որ ես սիրում եմ նրան, որ նա եղել է իմ լավագույն ընկերը, նույնիսկ եթե ես չեմ եղել նրանը։ Սոսը նայեց նրան, տեսավ իսկական ցավը Խորենի աչքերում, լավ։ Ես կտամ քեզ նրա հասցեն։ Բայց ես չեմ կարող խոստանալ, որ նա կընդունի քեզ։ Դու պետք է պատրաստ լինես մերժման համար, պետք է պատրաստ լինես, որ նա կասի քեզ այն խոսքերը, որոնք կվնասեն քեզ ավելի, քան ցանկացած ֆիզիկական ցավ։ 1993 թվականի նոյեմբերի սառը առավոտյան Խորենը նստեց ավտոբուսի մեջ դեպի Գյումրի, 3 ժամ ճանապարհ, անհարմար նստատեղերում, սառը օդում, բայց նա չէր զգում անհարմարությունը։ Նա մտածում էր միայն մհերի մասին, մտածում էր այն խոսքերի մասին, որոնք նա կասեր, եթե մհերը բացեր դուռը։ Երբ նա հասավ Գյումրի, նա գտավ այն փոքրիկ տունը, քաղաքի ծայրամասում, որտեղ մհերը ապրում էր իր քրոջ հետ։ Նա կանգնեց դռան առջ, երկար ժամանակ, հավաքելով քաջություն, հետո զարկեց։ Դուռը բացեց մի կին, 45 տարեկան, ում դեմքը նման էր մհերինը։ Դուք ո՞վ եք։ Խորենը ասաց, ես Խորեն Աբրահամյանն եմ։ Ես եկել եմ տեսնելու մհերին։ Կինը նայեց նրան, սառը հայացքով, նա չի ուզում տեսնել ձեզ։ Խնդրում եմ, հեռացեք։ Խորենը աղաչեց, խնդրում եմ։ Միայն 5 րոպե։ Ես պետք է ասեմ նրան ինչ-որ բան, նախքան ուշ է լինելու։ Կինը տարասարթեց, հետո ասաց, սպասեք այստեղ։ Նա փակեց դուռը, Խորենը լսեց ձայներ ներսից, բարձր, զայրացած ձայներ։ Հետո դուռը բացվեց կրկին, կինը ասաց, նա կտա ձեզ 3 րոպե։ Ոչ ավելի։ Խորենը մտավ փոքրիկ սենյակ, որտեղ մհերը պառկած էր մահճակալում, ծածկված հաստ վերմակով, նրա դեմքը գունատ, նրա աչքերը խորացած, նրա մարմինը նիհարացած մինչ ոսկորները։ Բայց երբ մհերը տեսավ Խորենին, նրա աչքերը վառվեցին, ոչ թե սիրով, այլ ատելությամբ, դու համարձակվեցիր գալ այստեղ։ Դու համարձակվեցիր ներխուժել իմ տուն, իմ կյանք, երբ ես մեռնում եմ։ Խորենը զգաց, թե ինչպես այդ խոսքերը խրվում են նրա սրտի մեջ ինչպես դանակներ, բայց նա շարունակեց, ես եկել եմ ասելու քեզ, որ ես ափսոսում եմ։ Ես եկել եմ ասելու քեզ, որ դու ճիշտ էիր, ես սխալ էի։ Ես եկել եմ ասելու քեզ, որ դու եղել ես իմ լավագույն ընկերը, ես ոչնչացրել եմ այդ ընկերությունը իմ ամբարտավանության, իմ անապահովության, իմ վախի պատճառով։ Մհերը լսեց նրան, հետո ասաց, դու մտածում ես, որ քո ներողություն խնդրելը կփոխի ինչ-որ բան։
Դու մտածում ես, որ քո արցունքները կվերականգնեն այն 15 տարիները, որոնք դու գողացել ես ինձնից։ Դու մտածում ես, որ ես կկարողանամ ներել քեզ, նախքան ես մեռնեմ, դու կկարողանաս ապրել խաղաղությամբ։ Բայց ես չեմ ներելու քեզ, խորեն։ Ես կմեռնեմ այս ատելությամբ իմ սրտում, քանի որ դա միակն է, որ ինձ պահում է կենդանի։ Խորենը զգաց, թե ինչպես նրա ոտքերը թուլանում են, թե ինչպես նա պետք է բռնվի աթոռից չընկնելու համար։ Նա ասաց. Ես հասկանում եմ։ Ես հասկանում եմ, որ ես չեմ արժանի քո ներողությանը։ Բայց ես աղաչում եմ քեզ, մի մեռիր այս ատելությամբ քո սրտում։ Մի մեռիր, մտածելով ինձ մասին։ Մեռիր, մտածելով քո ընտանիքի մասին, քո երաժշտության մասին, այն գեղեցիկ պահերի մասին, որոնք մենք ունեցանք, նախքան ամեն ինչ փլուզվեց։ Մհերը նայեց նրան երկար խորը, խորենը տեսավ նրա աչքերում ինչ-որ բան փոխվող, ոչ թե ներողություն, այլ ինչ-որ բան, որը նման էր հոգնածության պայքարից, հոգնածության ատելությունից։ Մհերը ասաց. Դու ուզում ես, որ ես ազատեմ քեզ քո մեղավորությունից։ Բայց ես չեմ կարող անել դա։ Միայն դու կարող ես ազատել քեզ։ Միայն դու կարող ես ապրել այնպես, որ մի օր, երբ դու նայես հայելուն, դու տեսնես մարդու, ով արժանի է ներողության։ Խորենը ժպտաց, արցունքների միջով, ես փորձում եմ, մհեր։ Ամեն օր ես փորձում եմ լինել ավելի լավ, քան ես էի երեկ։ Ամեն օր ես փորձում եմ ապրել այնպես, որ դու կարող էիր հպարտ լինել ինձնով, եթե դու տեսնեիր ինձ։ Մհերը փակեց իր աչքերը, հեռացիր հիմա։ Ես հոգնած եմ։ Ես ուզում եմ հանգստանալ։ Խորենը ոտքի ելավ քայլեց դեպի դուռը, բայց նախքան դուրս գալը, նա դարձավ ասաց. Շնորհակալություն, մհեր։ Շնորհակալություն, որ տվեցիր ինձ այս 3 րոպեները։ Շնորհակալություն, որ եղար իմ ընկերը, նույնիսկ երբ ես չէի արժանի այդ ընկերությանը։ Մհերը չբացեց իր աչքերը, չասաց ոչինչ, բայց խորենը տեսավ, թե ինչպես մի արցունք հոսում է նրա այտից, մի արցունք, որը կարող էր լինել ցավից կամ զայրույթից կամ միայն գուցե ինչ-որ բանից, որը նման էր ներողության սկզբնավորմանը։ Խորենը դուրս եկավ այդ տունից, քայլեց դեպի ավտոբուսային կայարանը, 3 կիլոմետր, սառույցի ձյան միջով, բայց նա չէր զգում սառը։ Նա զգում էր միայն ինչ-որ բան, որը նման էր թեթության, ոչ թե քանի որ մհերը ներեց նրան, այլ քանի որ նա փորձեց, նա համարձակվեց դիմակայել իր անցյալին, նա համարձակվեց ասել ճշմարտությունը, նույնիսկ երբ այդ ճշմարտությունը մերժվեց։ Եվ այդ փորձը, այդ քաջությունը, դա էր առաջին քայլը դեպի այն մարդը դառնալը, ով նա ուզում էր լինել։ 1996 թվականի ապրիլին խորենը ստացավ հեռախոսազանգ սոսից, մհերը մեռավ 3 գիշեր։ Սիրտը դադարեց։ Թաղմանը կլինի վաղը, Գյումրիում։ Խորենը զգաց, թե ինչպես ամբողջ աշխարհը կանգ է առնում, թե ինչպես ժամանակը սառում է։ Նա հարցրեց. Արդյոք ես կարող եմ գնալ Թաղմանը։ Սոսը լռեց, հետո ասաց. Ընտանիքը ասել է, որ դու ողջունելի չես։ Բայց ես կլինեմ այնտեղ։ Ես կասեմ մհերին, որ դու փորձեցիր, որ դու եկար նրա մոտ, որ դու ափսոսեցիր։ Խորենը նստեց իր փոքրիկ բնակարանում այդ օրը, մինչդեռ մհերը թաղվում էր 300 կիլոմետր հեռու, նա երգեց, լուռ, միայն իր համար, երգեց բոլոր այն երգերը, որոնք նրանք երգել էին միասին, երգեց մինչ նրա ձայնը կոտրվեց, մինչ նա այլևս չէր կարող արտադրել ոչ մի ձայն։ Արմինեն նստեց նրա կողքին, պահեց նրա ձեռքը, նրանք նստեցին այնտեղ, լուռ մինչ գիշերը, մինչ արածակը, 2 մարդիկ, ովքեր կորցրել էին այնքան շատ բան, բայց ովքեր դեռ ունեին միմյանց։ Մի շաբաթ անց սոսը եկավ խորենի մոտ, բերեց մի փոքր ծրար, մհերի քույրը ուզում էր, որ դու ունենաս սա։ Խորենը բացեց ծրարը, գտավ մի հին լուսանկար, 3 երիտասարդ տղամարդիկ, խորենը, մհերը, սոսը, կանգնած կոնսերվատորիայի առջ, ժպտում, գրկած միմյանց, լի երազանքներով, հույսերով։ Լուսանկարի հետում մհերի ձեռագիրը գրել էր. Մեր սկիզբը։ Նախքան ամեն ինչ փլուզվեց։ Նախքան լորդը կորցրեց իր ճանապարհը։ Խորենը նայեց այդ լուսանկարին, երկար ժամանակ, նա տեսավ այնտեղ ոչ թե լորդին, այլ Խորեն Աբրահամյանին, երիտասարդ, անմեղ, լի երազանքներով։ Նա տեսավ այն մարդուն, ով նա կարող էր լինել, եթե նա ընտրեր այլ ճանապարհ։ Բայց նա տեսավ, որ դեռ ուշ չէր, որ նա դեռ կարող էր փոխվել, դեռ կարող էր դառնալ այն մարդը, ով նա միշտ ուզել էր լինել։ Նա դրեց լուսանկարը իր սրտին մոտ, ասաց սոսին. Ես երբեք չեմ մոռանա նրան։ Ես երբեք չեմ մոռանա մեզ։ Եվ ես կապրեմ մնացած իմ կյանքը այնպես, որ մի օր, երբ ես հանդիպեմ մհերին մյուս կողմում, ես կկարողանամ նայել նրա աչքերին, ասել. Ես փոխվեցի, ես դարձա ավելի լավ, ես արժանի դարձա այն ընկերությանը, որը դու ինձ տվեցիր։
Սոսը ժպտաց, տխուր ժպիտով, մհերը կուզենար լսել դա։ Խորենը հարցրեց. Իսկ դու։ Արդյոք դու ներում ես ինձ։ Սոսը նայեց նրան երկար, խորը, հետո ասաց. Այո, խորեն։ Ես ներում եմ քեզ։ Ոչ քանի որ դու արժանի ես ներողության, այլ քանի որ ես հոգնել եմ ատելությունից, հոգնել եմ ցավից։ Ես ուզում եմ ապրել մնացած իմ կյանքը խաղաղությամբ, այդ խաղաղությունը չի կարող գալ, եթե ես պահեմ այս ատելությունը իմ սրտում։ Խորենը գրկեց սոսին, ամուր, երկար, նրանք երկուսն էլ լացին այն ամենի համար, ինչ նրանք կորցրել էին, լացին մհերի համար, լացին սուրբ երրորդության համար, լացին այն երազանքների համար, որոնք երբեք չիրականացան։ 1998 թվականին, երբ Հայաստանը արդեն անկախ էր, երբ Սովետական Միությունը փլուզվել էր, երբ ամեն ինչ փոխվել էր, Խորեն Աբրահամյանը դեռ երգում էր այդ փոքր ռեստորանում, քաղաքի ծայրամասում։ Նա 65 տարեկան էր, նրա ձայնը այլս այնքան հզոր չէր, նրա մարմինը այլս այնքան ուժեղ չէր, բայց նրա սիրտը լի էր ինչ-որ բանով, ինչ նա երբեք չէր ունեցել իր փառքի օրերում՝ խաղաղություն։ Նա ապրում էր իր փոքրիկ բնակարանում Արմինեի նրանց դստեր հետ, ով հիմա 18 տարեկան էր, ուսումնասիրում էր երաժշտություն կոնսերվատորիայում։ Նա տեսնում էր Սոսին, շաբաթը մեկ անգամ նրանք խոսում էին հին ժամանակների մասին, ոչ թե ցավով, այլ նոստալգիայով, հիշելով լավ պահերը, ներելով վատ պահերը։ Մի օր Սոսը բերեց նրան լուր, Վահագնը մեռավ հոգեբուժարանում։ Նրա սիրտը դադարեց։ Ոչ ոք չեկավ նրա թաղմանը, բացի նրա քրոջից։ Խորենը զգաց ինչ-որ բան, որը նման էր ափսոսանքի, նա էր այն մարդը, ով ոչնչացրեց մեզ։ Բայց նա էր այն մարդը, ով ինքը ոչնչացվեց իր սեփական խաղերի կողմից։ Մենք բոլորս զոհեր էինք նրա, մեր սեփական թուլությունների։ Սոսը ժպտաց. Դու փոխվել ես, Խորեն։ Հին Խորենը երբեք չէր ասի այդպիսի բան։ Հին Խորենը կմեղադրեր միայն Վահագնին, երբեք իրեն։ Խորենը ժպտաց նույնպես, հին Խորենը մեռավ այն օրը, երբ մհերը մեռավ։ Այն, ինչ մնաց, նոր Խորենն է, մարդ, ով փորձում է սովորել իր սխալներից, փորձում է լինել ավելի լավ, փորձում է ապրել այնպես, որ երբ նա մեռնի, մարդիկ կհիշեն նրան ոչ թե որպես լորդը, ով չկիսեց գահը, այլ որպես Խորեն Աբրահամյանը, մարդ, ով սիրեց երաժշտությունը, սիրեց իր ընտանիքը, ով վերջապես սովորեց սիրել իրեն։ Նրանք նստեցին այնտեղ երկու հին ընկերներ, ովքեր տեսել էին լավագույնը վատագույնը կյանքից, նրանք խոսեցին մինչ գիշերը, ոչ թե անցյալի մասին, այլ ապագայի մասին, ոչ թե ափսոսանքների մասին, այլ հույսերի մասին։ Եվ երբ Սոսը հեռացավ, Խորենը նստեց իր պատուհանի մոտ, նայեց Երանի լույսերին, քաղաք, որը տեսել էր նրա բարձրացումը, նրա անկումը, քաղաք, որը դեռ այնտեղ էր, դեռ շնչում էր, դեռ ապրում էր։ Եվ նա հասկացավ, որ կյանքը շարունակվում է, նույնիսկ երբ երազանքները մեռնում են, նույնիսկ երբ ընկերությունները կոտրվում են, նույնիսկ երբ աստղերը ընկնում են։ Կյանքը շարունակվում է, մարդը ունի ընտրություն, կամ ապրել ափսոսանքների մեջ, կամ ապրել հույսի մեջ, կամ նայել անցյալին, կամ նայել ապագային։ 1999 թվականի դեկտեմբերի 31-ին, վերջին գիշերը հազարամյակի, Խորենը կանգնած էր իր փոքրիկ բալկոնում, նայում էր հրավառությանը, ամբողջ քաղաքը տոնում էր, ամբողջ աշխարհը տոնում էր։ Նա մտածում էր այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ վերջին 20 տարիների ընթացքում, բարձրացումը, անկումը, դավաճանությունները, ներողությունները։ Նա մտածում էր մհերի մասին, ով այլս այստեղ չէր, բայց ում հիշողությունը դեռ ապրում էր նրա սրտում։ Նա մտածում էր Սոսի մասին, ով դարձել էր նրա իսկական եղբայրը, ոչ թե արյունով, այլ փորձությամբ, ցավով, ներողությամբ։ Նա մտածում էր Վահագնի մասին, ով մեռավ միայնակ, մոռացված, զոհ իր սեփական ագահության։ Եվ նա մտածում էր իր մասին, Խորեն Աբրահամյանի մասին, լորդի մասին, ով չկիսեց գահը, կորցրեց ամեն ինչ, բայց ով վերջապես գտավ ինչ-որ բան ավելի կարևոր՝ խաղաղություն, ներողություն, սեր։ Արմինեն դուրս եկավ, բալկոն կանգնեց նրա կողքին։ Ինչ ես մտածում։ Խորենը ժպտաց. Ես մտածում եմ, որ կյանքը տարօրինակ բան է։ Դու կարող ես ունենալ ամեն ինչ, զգալ դատարկություն։ Դու կարող ես կորցնել ամեն ինչ, զգալ լրիվություն։ Ես կորցրել եմ իմ կարիերան, իմ հեղինակությունը, իմ լավագույն ընկերներից մեկին։ Բայց ես գտել եմ քեզ, մեր դուստրը, ինձ։ Եվ դա ավելի արժեքավոր է, քան ցանկացած գահ, ցանկացած թագ, ցանկացած փառք։ Արմինեն համբուրեց նրան. Ես հպարտ եմ քեզնով։ Ես հպարտ եմ այն մարդով, ով դու դարձար։ Խորենը գրկեց նրան, նրանք կանգնեցին այնտեղ, նայելով հրավառությանը, լսելով տոնակատարությանը, զգալով նոր հազարամյակի սկիզբը։ Եվ այդ պահին Խորենը զգաց ինչ-որ բան, որը նա երբեք չէր զգացել իր փառքի օրերում՝ երջանկություն։
Ոչ թե այն կեղծ երջանկությունը, որը գալիս է ծափահարություններից, փողից, հեղինակությունից, այլ իսկական երջանկությունը, որը գալիս է սիրելուց սիրված լինելուց, ընդունելուց ընդունված լինելուց, ներելուց ներված լինելուց։ Նա նայեց երկինքը շշնջաց. «Ներիր ինձ, մհեր։ Ես գիտեմ, որ դու չներեցիր ինձ, երբ դու կենդանի էիր։ Բայց ես հույս ունեմ, որ որտեղ էլ դու լինես հիմա, դու տեսնում ես, որ ես փոխվել եմ, որ ես փորձում եմ, որ ես դարձել եմ ավելի լավ մարդ։ Եվ գուցե մի օր, երբ ես հանդիպեմ քեզ կրկին, դու կկարողանաս ասել. «Այո, ես ներում եմ քեզ»։ Հրավառությունը պայթեց երկնքում հազարավոր գույներով, հազարավոր լույսերով, խորեն զգաց, թե ինչպես ինչ-որ բան ազատվում է նրա սրտից, վերջին կտորը մեղավորության, վերջին կտորը ափսոսանքի։ Նա ազատ էր վերջապես, ազատ իր անցյալից, ազատ իր սխալներից, ազատ Լորդի դիմակից։ Նա էր պարզապես խորեն Աբրահամյանը, մարդ, ով սիրում էր երգել, ով սիրում էր իր ընտանիքը, ով սովորեց, որ իսկական իշխանությունը գալիս է ոչ թե վերահսկելուց, այլ ազատելուց, ոչ թե վերցնելուց, այլ տալուց, ոչ թե գահ ունենալուց, այլ սիրտ ունենալուց։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում խորեն Աբրահամյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի իր սեփական անապահովությունների, թե ինքը մեղավոր էր իր ճակատագրում, ընտրելով իշխանությունը եղբայրության փոխարեն։ Արդյոք Լորդը արժանի էր ներողության, թե նա պետք է մնար հավերժ որպես նախազգուշացում այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ ամբարտավանությունը կուրացնում է սերը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարող է իմանալ, թե արդյոք ձեր քաղաքում դեռ հիշում են Սուրբ Երրորդությունը, հիշում են այն երազանքները, որոնք փլուզվեցին իշխանության խաղում։ Սեղմեք հավանել, եթե ճշմարտությունը արժե ավելի, քան փառքը, բաժանորդագրվեք մեր ալիքին ավելի շոկային պատմությունների համար այն աստղերի մասին, ովքեր կորցրին ամեն ինչ, փնտրելով այն, ինչ երբեք չէին կարող գտնել։